Նախորդ տարվա տեխնիկական վերազինման համար ընկերությունը ծախսել է 28 միլիարդ դրամ, ևս 16 միլիարդ 600 միլիոն դրամ Յուքոմը կներդնի այս տարի, ցանցի արդիականացումն ավարտին հասցնելու համար։ Ինչ խնդիրներ եք հանդիպում հիմնականում հայկական շուկայում եւ պետական մարմինների մոտ, որ փորձենք ինչ-որ լուծումներ գտնենք։ Յուքոմի տնօրեն Հայկ Եսայանի խոսքով հեռահաղորդակցության շուկայի ընդհանուր անկման պայմաններում ընկերությունը շարունակում է սեփական over the top հավելվածներ ստեղծելու ուղղությամբ քայլերը։ Անցած տարում սպառողների համար ընկերությունը ստեղծել էր շարժական հեռուստատեսություն, կոմունալ վճարումների յուփեի համակարգ։ Այս տարի եւս ընկերությունն իր բաժանորդներին նոր ծառայություններ է առաջարկելու։ Շուկան տրանսֆորմացիա է ընթարկվում եւ ծառայությունների տիպերն են փոխվում եւ մեր ընկերությունը փորձում է այդ ամեն ինչը փոփոխել եւ հենց այդ ներդրումները այդ ուղղության վրա են ծախսվում, որպեսզի մենք նոր շուկա մտնենք։ Անցած տարի Յուքոմը Հայաստանում առաջին անգամ գործարկեց 4G+ ցանցը, որը հասանելի է արդեն 55 բնակավայրում։ Այս տարի նաև կընդլայնի ցանցը։ Յուքոմը պայմանագիր է կնքել Apple ընկերության հետ։ Մեր երկրի համար արտադրված Apple-ի սարքավորումների նոր խմբաքանակները այսուհետև կունենան առանձին սերիալ կոդ։ Արեֆատ Ստեփանյան, օրակարգ։